1912 թվականին հայտնի է, որ ովքեր որ գիտեն Հայաստանի ողբերգական պատմությունը, ուրեմն գերմանա-ռուսական մի համաձայնություն առաջացավ Օսմանյան պետության շրջանակներում ավտոնոմիայի հարցով, բանակցությունները շարունակվեցին մինչև 14 թվականի հունվարի 28-ին ստորագրվեց գերմանա-ռուսական պայմանագիր, որտեղ Հայաստանը արդեն կիսվեց, արևելյան, արևմտյան, երկու ուրեմն կոմիսարներ նշանակվեցին, դա հայտնի է, բայց հետո ինչ եղավ, հրահրող երկիրը, որ Ռուսաստանն էր, եւ հրահրողն ասեմ ձեզ, մեր գործիչներից մեկը ով է ասում է մենք ռուսական, այդ չասում հրահրում, ռուսական ոգևորությունից այնքան ենք լկտիացել, կարծեմ մանգդելշտամն է, ընտենա Ինչ-որ մեկն է, մեր հետ տարիների հիմա պահիտակ մոռացել եմ, ասում է Օսմանյան պետության կառավարության բարձր դրան շենքի դիմացով, թղթերը պապկեքը թևերից տակ, մտնում էինք Ռուսաստանի դեսպանատուն եւ դուրս էինք գալիս, ասում է 15 թվին են ձև կերանք, որ մինչև հիմա խելքներս, գլուխներս չի գալիս եւ երբ է գալու չգիտեմ։ Այդ բալանսի բանի քաղաքականություն օրենտացիոն արդեն Ռուսաստանն ապահովել է եւ աննես մտածողությունը եւ ինչ եղավ։ Եվ ահա Գերմանիան այստեղ իհարկե Օսմանյան շահերը ներկայացնում, բարձր նաեւ դրա համար եմ ասում, որ ցեղասպանության հրահրիչը Ռուսաստանն է, հրահրիչը կատարողը Թուրքն է, ինչպես որ Արցախում հրահրիչը Ռուսաստանն է Լավրով Բելանով, կատարող Ալիևն է, ձեռնտուի գործարք է, բայց այս երկուսը իրար հետ են, հրահրողն է, ոճրագործը, թե կատարողը, սա էլ ցանկացած մարդու ճաշակի հարց է։ Հիմա ուզում եմ ասել, սա մեզ տարավ ցեղասպանություն։ Հիմա ավելի մտի ասեմ ձեզ, հայտնի է տարիների ցարական Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սազոնովը, շատ հայտնի, որը հայերին ոնց է գրկած ասում էր, էս ռեֆորմներ եւ այլն, ամեն ինչ հայերի համար։ 16 թվականին Արմենիան Հայաստանը ազատագրվեց ումից, մենք գրում ենք ազատագրվեց հայերից, կոտորվեցինք, վերջացանք, ցարից մարգելեց հաջորդի վերադարձիր հայրենիք, պիտի թողեր ոնց որ թե ազատագրել էր եւ այստեղ լույս աշխարհ եկավ Եփրատյան կոզակությունը, այդ կոնցեպցիան, որ դա ուրեմն իրենք նախատեսել էին միացնել առանց հայի եւ այլն։ Հիմա այս պարագայներում Կարոս Ասունին գրում է, ես այս հեղինակներին ասում, բոլոր դաշնակցական են, որոնք բոլորը թքած ունեն օրենտացիոն քաղաքականության վրա։ Այսօրվա դաշնակցությունը ծառայում է Ռուսաստանի շահերին ու վերջ։ Այստեղ խոսակցություն։ Այսինքն օրենտացիոն է քաղաքական։ Հա, նա ինչ է ասում։ Ասում է, որ այն Սազոնովը, որ երևի բանակցություններ մասնակցել, այսինքն դե սրանց այդքան ես չեմ իմանում, իրենց ուղեղի մեջ ինչ եղել։ Այսինքն սրանք հաջորդի զավակներն են, որոնք արել են ինչ որ բան չի հաջողվել, որոնք նաև անձնական ողբերգություն են ապրել, որովհետև տասնյակ տարիներ, հա, գոմերում պարկես, էս անես, այն անես կամ Փարիզներում եւ այլն դուր ծեծես, վերջում Հայաստանը չկա։ Եվ դա ինչ է։ Ինչպես որ այսօր Արցախյան հարցն է, մարդիկ տասնյակ տարիներով, հարյուրավոր, հազարավոր զրկանքներով ապրեցին եւ ինչ որ մարդկանց գործողությունների արդյունքով, այո, Արցախը չկա։ Դուք տեսնեք Սիդնեյի մարդիկ իրենց ոնց էին զգում։ Ոնց, այսքան տարի օգնեցինք, անհասկանալի է, ոչ միայն օգնություն հարցը չի մնաք։ Հիմա ինչ եմ ուզում, ահա Կարոս Ասունին ինչ ասում։ Հələ նայեք ասում է Սազոնովն ինչ է անում։ 16 թվին, երբ որ Արմենիան Հայաստանի հարցը թուրք չկար, էլի, չէ, եւ Ռուսաստանը այդ տարածք վերցրել էր պատերազմի իրավունքով, այսինքն իրենն էր միջազգային իրավունքով արդեն, այնտեղ Սազոնովի հետ հարց է լինում, արտգործնախարարն է հայերի վերադասավորումն է, դե ասում է հայերը էթնիկական կազմ են, այդ տոկոս չունեն հիմա։ Հա չի մնացել տոկոս որտեղից կլներ, չի ասում 12 թվականի տոկոսը, որով ինք խաղի մեջ էր մտել գերմանացիների, վերցնում է 16 թվականի տոկոսը, եղավ, եւ այսպես շատ բաներ կան։ Ուզում եմ ասել, հիմա ձեր հարցինչներ վերադառնանք այս բաներ։ Հարցներ արդյոք Ռուսաստանի դրդմամբ է հայությունը պահանջում ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից։ Վիշտը մերն է, կորուստը մերն է։ Հիմա ով ինչպես է օգտագործում,
Եթե օգտագործում է, իսկ պետություններն օգտագործում այլ հարց է։ Հայրենիքի կորուստը մերն է, վիշտը մերն է, մեր ժողովրդի ողբերգությունն է, մեր մշակույթը եւ այլն։ Հիմա շահագրգիռ պետությունները որոնք են գլխից Արևմտյան Հայաստանն ու հայությունը իրենց սեփականություն են հաշվում, դա առաջին Ռուսաստանն է, բագենտուրան չի փողոցեցրել։ Ահա սա ինչպես է օգտագործում, մենք պետք է տնենք, նայենք խոշոր տերություններից յուրաքանչյուր ինչպես է օգտագործում մեկ, իսկ ինչպես չէր օգտագործում, օգնում էր ինչպես։ Այսպես, այստեղ դուք բալանսը կգտնեք, թե չէ ինչի մասին խոսքը դա մերն է եւ հիմա մենք հարցը գալիս է ցեղասպանության բանին։ Նայեցեք, մենք պարտվել ենք Հայաստանը այլևս օրադիզում կանգնած չի։ Դա բոլորովին այլ ռազմաստրատեգիական վիճակ է, միջազգային հարաբերությունների մեջ այլ վիճակ է, այլ քաշով։ Հիմա երբ որ ջերմուկի դիմաց կանգնել են, սա բոլորովին ուրիշ վիճակ է, սա չտեսնել դգիտություն է։ Ես կասեի դգիտություն է, դա սեփական պետության ժողովրդի հանդեպ ոճրագործությունն է ու շարունակել նույնը։ Հռետորական հարց կա։ Եթե ուրեմն մենք ամեն ինչով ճիշտ ենք, ինչու ենք ջախջախվել, եթե պիտի շարունակենք, պիտի նայենք, վերանայենք, որտեղ սխալ ենք եղել, թե չէ, եթե սխալ չենք եղել, հարց եմ տալիս, բայց ինչի ենք ջախջախվել, այս երկու նախագահներին, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահերը եւ իհարկե կլանի շահերը, հիմա այստեղ գալիս ենք այստեղ, Բրծել է բոլորովին այլ վիճակ է եւ պիտի գտնել լուծումները եղած պոտենցիալի վրա, այն բանակի, այն ժողովրդին, ինչ որ մնաց եւ միջազգային հարաբերությունային գամմայի մեջ, որ հետո է առաջացել, դուք նայեցեք, Հայաստանի հանդեպ ոչ մի դրական խոսք չկար, մինչեւ ջախջախվեինք, բրծեներ, ինչու, եւ Ռուսաստանը հաջողքով դա գլխավորում էր, ինչու, որտեւ աշխարհն ընդունում էր այն ալմատին, ինչ որ կար, եւ ընդունում է նաեւ աշխարհ Մոսկվայի հաշտյան դաշնագիրը, որը Արցախ չի նախատեսում Հայաստանի հետ, եւ ասեմ հետեւյալը, Պուտինն ասում է, ասեց, որ դա Ադրբեջանն է, իսկ ես հարց եմ տալիս, իսկ սովետական իշխանությունից, Ռուսաստանի նախկին իշխանությունից մեկը երբևէ եղել է մեկը, որ ասել է Արցախ Հայաստան է, եղել է, այդ Գերուխումի վրա չէ Զորի Բալայանի հետ խմելուց, չէ, Պաշտոնավես, այդ Միկոյան կոչված փալասը, Անաստասը, որ ինքը պետության առաջին դեմ տարավ, երբևէ ասել է, որ Արցախ Հայաստան է։ Այսինքն ի՞նչն է, այսինքն սրանք պահում են 21 թվականի մարտի 16-ի պայմանագիրը, դա էլ գրած, այս գաղտնիք չկա մեջը, կատարման մեխանիզմներն են գաղտնի, բայց ինքը փաստը կա։ Ուզում եմ ասել, հիմա այս պայմաններում մենք պիտի նայենք մեր այս պետությունը եւ մեր այս ժողովուրդը, նաեւ երիտասարդության կյանքի կորուստը, այդքան որ ունեցել ենք, էլ չեմ ասում զենքի կորուստը, բարոյական, հիմա Հայաստանը այս բերերի տակ կարող է շարժվել առաջ, թե փլվելու է, այստեղ հարց կա, այսինքն Մոսկվայի ակնհայտ է Հայաստանի վրա դնել այնպիսի մի բեր, որ դուք ասեք արի փլատագիտակից ինձ անի, որտեղ չես կարող, հիմա ինչ անի, պետ բանակը զինի, հարց եմ տալիս ձեզ, մենք Հայաստանում ենք ապրում, չէ, պետության հզորությունն ապահովի, սահմանների անվտանգությունն ապահովի, Հայաստանի Հանրապետությունը, գիտությունը վերակառուցի առանց դրա վարիանտ չկա, այն հարավ-հյուսիս ճանապարհը սարքի տարբերակ չկա, եւ մի հատ ցեղասպանություն, Հայաստանի Հանրապետությունը ձեզ հարց եմ տալիս, ցանկացած կդիմանա այս բերին, մի հատ ցեղասպանության ճանաչման հարցը, հիմա երկրորդ մասը կա, իհարկե ցեղասպանության ճանաչմանը հայկական էջ ունի, մերն է, ինչպես շարունակել, ինչ անել, անել, չանել, ենթադրենք, բայց Հայաստանի ցեղասպանությունով շատ շահերն են, անվտանգությունով շահագրգռված չեն, ահռելի քանակությամբ Թուրքիայի հետ հարց ունեցողներ կան, եւ շատ-շատեր Ռուսաստանի հետ հարց ունեն, արմենոցիդի պարագայով, Հեմ ինչ անել, չհասկանալ որն է մեր շահը, որն է այդ շահի մեջ, շահերի մեջ ես մի փաստ կասեմ, ցանկացա թող հաշվի, տեսնեք, քանի տոկոս է մեր շահը այդ կոնցեպցիայի մեջ, այդ աղմուկով չի, գոռում գոչյունով չի, փողոց փակել չի, եւ նաեւ պատասխանատվություն է սեփական պետության եւ ժողովրդի հանդեպ, մանավանդ երիտասարդության, որ այսօր ուսանող է,
որը պետք է չէ, երեք Իրաններն է զոհվել։ Մենք Չինաստան չենք էլի մի 100,000 էլ էստեղ։ Պետք է վերականգնվել եւ այլն մի խոսքով։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս հարցերի մեջ գալիս է հայկականի մասը որն է։ Ես ձեզ ասեմ, հայկականի մասը այնքանի տոկոս որ է, բխում է հետևյալից։ Կա աշխարհում որևէ պետություն 100 թե ինչ ճանաչել են, չէ՞, որոնց կառավարությունները ցեղասպանություն ճանաչել է։ Գիտեք գործադիր իշխանությունով մի պետություն որ ճանաչել է։ Կա, չկա, ինչու չկա։ Եթե պարլամենտի որոշում կա, հետո ինչ։ Եթե դուք տեսեք Ֆրանսիան, որը մեզ հետ ամենամերձ է եւ մեր շահերի համատեղում կա, ինչ է լինում, հարցը հասնում է գրեթե 99%, չէ՞, հետո մենք բոլորս մարդիկ էկրանին նայում են, մեկ էլ պարզվում է մի սենատոր այդ օրը չկա, կորել է 99% քվեարկում են, բայց 100 չի։ Ֆրանսիան իհարկե դրա վտանգի տակ խառնվում է իրար, բա որ այդ սենատորը ճարվի բերվի, Ֆրանսիայի գործադիր իշխանությունը հրամանք ստանա։ Չկա դա չի լինելու։ Երբ է լինելու, երբ Թուրքիայի հետ ուզեն հարց լուծել։ Հիմա Ռուսաստանը Թուրքիայի հետ ուզում է հարց լուծել, բայց ռուսական-թուրքական հարաբերությունները սիրախաղ են։ Դրանք երկու փողոցում կանգնած բորնիկների ուրեմն հարաբերություններն են շուկայում։ Այս մի բորնիկը հարազատ է մեզ, այն մեկը թշնամի է մեզ, մեր ընկալումներով։ Սա լավագույնս մեր առևտրի մեջ դնում է այն կշերքին։ Հիմա էլ ինչի է ոտի հանել լցրել այս ժողովրդին։ Պատկերացնում եք այն գործիքը, որ Սուլթան Համիդի ժամանակից սա օգտագործում է Թուրքիային կզսնելու, գներեք, Թուրքիային խեղդելու, նեղուցնելու, մարտոնություններ ստանալու համար եւ ռազմաբազա Հայաստանում։ Այս խելագարը գերել փախել է, չի ուզում իրեն առևտուրն անի։ Դուք պատկերացնում եք, գործիք չի ուզում լինել, ահա թե ինչ անում վարչապետը։ Եվ այսպես եւ մնացածները։ Ես վարչապետ որ ասում եմ, նոր իշխանությունը որ կա։ Այստեղ ահա մենք հիմա մտածելու կարիք ունենք, թե չէ, կա երկու ճանապարհ, շարունակեք Կարոսասունի ասած ճամփով մի հատ էլ փուրը գնացեք Արցախից հետո այս Լավրովի պլանով Արցախ հանձնելուց կամ էլ մենք պետություն ենք տարում։ Ես վստահաբար մենք պետություն ենք տարում եւ գնալու ենք այս ճանապարհով։ Վարելու ենք բալանսի քաղաքականություն։ Ով ինչ կոռնա, քննադատելու են, այս ինչ եք անելու, երկու աթոռի եք նստել, 4-ի նստեցիք։ Բա հարց եմ, այդ ռուսականն է այդ աթոռի բանը։ Ռուսաստանը 40 աթոռի է նստել, 50-ներ ցածի մեջ է խրվել։ Բայց ինչ է Թուրքիայի այդ բաներն անում։ Կներեք բանը, Էրդողանը քանի անգամ թքեց վերեքը։ Ձեն են հանում։ Հիմա Շոյգուի հետ այնտեղ անվտանգության բան են անում, չէ՞, Աղդամում կենտրոն ստեղծեցին, այստեղ ապուշներն ասում են Հայաստանը պատերազմ է սկսել։ Կարող եք քորrեք, թե ինչ եք ոչրագործներ, ձեր անձնական մաշկը փրկելու համար Հասկանում տեսնում եք Շոյգուն ասում է մենք օպերացիա արեցինք, այդ գիտի վիրահատում է հիվանդանոցը սեփական, ընդ տարել վիրահատել են։ Ուրեմն այն մեկ այն Գուրգինովը որ հակահայ մի սրիկայի մեջն է այդ բաների հետ միգրանյաններով։ Սրանք ասում են եթե Արցախում Ռուսաստանը այդ օպերացիան չաներ, Ռուսաստանը կփլվեր։ Այս սրիկաների համար ավելի լավ է հայ են։ Ռուսաստանը չփրվի, քան Հայաստանը ոչնչանա։ Ներսից եւ դրսից։ Ուրեմն այստեղ դրա համար հարց այստեղ է գալիս, դրա համար դրանք պիտի իմանան եւ արդեն ձեր ասածի հետ համաձայն սառը մտքով, ինչպես որ անգլիացիք են եւ գերմանացու կարգապահությամբ եւ ֆրանսիացու տաղանդավոր քննական մտածողությամբ, որից ես վստահ եմ, ինչպես մեր մշակույթն է հայկականն է։ Այդ մտածողությամբ հայկական պետական Հայաստանի պետական շահերից պաշտպանել, ով որտեղից ինչ կոռնա, որտեղից շատ են ոռնում, ուրեմն մենք ճիշտ ենք, Մոսկվայից շատ են ոռնում, մենք շատ ճիշտ ենք, բայց մենք Ռուսաստանի հետ պիտի գնանք սրացումների, թե չէ, թե թող Ուկրաինան գնա, ձեր ցավը տանեն, թող Բելարուսը գնա, թող Ադրբեջանը գնա, մենք ինչ ենք գնում, մեր ակնհայտ նայում ենք ինչ իրականություն է, չէ՞։ Մոսկվան դուրս է եկել բանից օդանավակայանից, թե չէ։ Խոսելով չի,
դուրս եկել չէ ոնց որ չեք ուզում ասեք բանից ագարակից դուրս եկել չէ այսը հերթով նաև դուրս է գալիս մեղրի միջա արդեն համատեղ եւ այլ հիմա այս արդյունքներից հետո հարց կա հիմա այս գրի չէ թե չէ հիմա ուզում եք ասեք տանգ է բայց գրի չէ դուրս է գալիս չէ հիմա ինչ է բալանսի քաղաքականությունը թույլ է տալիս Ռուսաստանի հետ որոնել բառեմ ասելու գտնել հավասարակշռության այն վիճակը որ 50 է բերում դա մտքի աշխատանք է դա խումար խաղալ չի գնաս բադեն-բադեններում ուռես խաղաս գրվես ասես փողը բերեք ծառաներ հասկանում եք ոնց է այդ սխալվեցիք եւ այս պայմաններում կարծում եմ որ մենք անում ենք թող լինի այսպես որսկեշչական աշխատանք մեր կարողությունների մեջ հաշվի առնելով որ մեր երկրին ինչպիսին է ցեղասպանությունն այսպես է Բայդենը գիտեք որ ճանաչեց վերջին անգամ իմ իմացածով եմ ասում ստուգ եք կարծեմ Կիմ Քարտաշյանին կանչել ասել է ուզեք որ տանք էլի այդ հայտարարի գրասենյակ բան ինչ որ անում են էլի այդ որ դրանք ինչ որ արեն Թեհրանում են արել իրենց արածը դա է